Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, նոր վլոգ եմ սկսում, պատվերներ ստացա, դրա համար որոշեցի սկսեմ ստեղից նկարել, որովհետև երբ որ սկսում եմ, ապա նկարում եմ, եթե չեմ սկսում, այդպես էլ մնում է։ Ինչ եմ պատվիրել, հիմա հերթով ցույց տամ, եթե ինչ-որ մեկիդ մի բան հետաքրքիր կլինի, գրեք անպայման ցույց կտամ։ Այսպիսի հեռախոսի պատյան, չխոլ, սա իմ համար չի, ամուսնուս հեռախոսի համար է, դրա համար չեմ բացի, բայց եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր կլինի, բացվող փակվող հեռախոսների համար է, արտիկուլ կարամ թողնեմ։ Հետո անցնենք այն ամենը, ինչ որ ես եմ պատվիրել։ Չաման, ես շատ եմ սիրում այս համեմունքը եւ շատ օգտագործում եմ։ Հիմա մի հատ բացեմ, տեսնեմ։ Այս պրադավեցից առաջին անգամ եմ պատվիրում, որտեղից պատվիրում էի, էլ իրանց մոտ չկա չաման։ Եվ սա նոր պրադավեց է։ Հիմա հոտը այդքան էլ լավ հոտ չունի, նման չի հոտը, ոնց որ չամանի հետ խառնած լինի ավելի ուրիշ համեմունք։ Այստեղ կփորձեմ համը, անպայման կտեսնենք։ Համենայն դեպս հոտը համ չամանի է, համ էլ իր հետ ինչ-որ մի բան կա խառը։ Համը կփորձենք եւ կասեմ, տարբեր համեմունքներ ունեն, բայց չգիտեմ։ Չամանը կփորձենք, եթե լավը լինի, ուրիշ համեմունքներ էլ կպատվիրեմ։ Չաման շատ եմ սիրում ու ամեն ինչի մեջ համայրը օգտագործում եմ, թե մսային ջեռոց դնելու, թե կոտլետների, մի խոսքով ամեն ինչի մեջ ես չաման օգտագործում եմ։ Սա չաման։ Հետո քանի որ նոր խոբի եմ ձեռք բերել, պատրաստում եմ զեֆիրներ, շատ հետաքրքիր այն համար եւ պատվիրել եմ ինվերնի սիրոպ զեֆիրների համար, զալիվնոյ զեֆիրների համար, անպայման ցույց կտամ, դեռ փորձում եմ չի ստացվում, իմ ուզածը դրա համար ցույց չեմ տալիս, հենց ստացվի, հենց գտնեմ այն բաղադրատոմսը, որ իրոք ստացվում է, անպայման ձեզ ցույց կտամ, որովհետև շատ գեղեցիկ են ստացվում, այսպես նկարները, վիդեոները նայում եմ, հաճույք եմ ստանում ու ես էլ որոշեցի պատրաստեմ այդպես ծաղկային զեֆիրներ, սովորական զեֆիրներ պատրաստում եմ, շատ լավ է ստացվում, շատ համեղ է լինում, միգուցե այսքան օրը վլոգ բաղադրատոմս նկարեմ եւ ցույց տամ, թե ինչքան հեշտ է պատրաստվում տնային պայմաններում զեֆիրները եւ ավելի օգտակար ու համեղ է լինում։ Իսկ զալիվնոյ զեֆիրների համար դրանք մեծ ծաղիկներ են լինում, տարբեր այսպես ռեալնի իսկական ծաղիկների նման։ Ինձ պետք էր ինվերնի սիրոպը եկավ։ Հետո սա ինչա։ Երևի ագար զեֆիրների համար կարևորը ագարն է։ Ամենակարևոր բաղադրիչը։ Ագար, առաջին անգամ եմ այս պրադավեցից նույնպես պատվիրել, ինքը պետք է ունենա 900 ուժգնություն սիլա, 900 սիլա, բայց ես ասեմ ձեզ պատրաստում եմ սովորական զեֆիրները, այդ կլոր զեֆիրները պատրաստել եմ սովորական ագարներից, որը գնել էի մագնիտից, պատվիրել էի մագնիտ դաստավկայից եւ շատ ընտիր ստացվում է, այնպես որ եթե ծաղիկներ չեք պատրաստում, այս սովորական զեֆիր կարող եք խանութից գնել եւ նույնը ինքը ստացվելու է։ Բայց ծաղիկների համար ինձ հարկավորել ավելի պրոֆեսիոնալ ագար։ Ինքը բնական է, ոչ մի քիմիական հավելումներ չի պարունակում եւ ծովային ոդրսլի, ոնց կլինի ծովային ոդրսլի։ Մի խոսքով չգիտեմ։ Մարսկի ոդրսլի, դրանից է պատրաստված ամբողջովին այս ագարը։ Սա այդպես, սա զեֆիրների համար, այսօր նույնպես համայրը ամեն օր զեֆիր է պատրաստում, որովհետև ինձ հետաքրքիր է ստանալ ծաղիկներ, բայց դեռ չեմ ստացել, չգիտեմ երբ կստանամ, բայց դե եւ նույնը պատրաստում եմ բոլորով հաճույքով վայելում են։ Ճիշտ է, իրենք ծաղիկների տեսքի չեն լինում, բայց դե համը շատ համեղ է լինում։ Հետո ինչ եմ պատվիրել։ Այսպիսի երկու հատ գրիչոկներ աման լվանալու սպունգի համար, հիմա կկպցնեմ ցույց կտամ,
որպեսզի սպունգը լինի, այսպես պետք է կպցնես լվացարանի պատին եւ սպունգը դնես մեջը, որպեսզի ուրիշ ոչ մի տեղ չդնես սպունգը։ Քանի որ իմ լվացարանը սև գույնի է, գույնն է ստուգում ինքը այդպես ամբողջովին սև չի, բայց դա սևի հետ շատ գեղեցիկ կլինի, ուրիշ գույն այնտեղ չի սազի։ Սա լվացարանի սպունգի համար եմ պատվիրել, ուպակովկայի մեջ 2 հատ է եւ գինն էլ 120 թե 130 ռուբլի, այնպես չի, մի ահռելի արժեք ունի։ Սա նույնպես լվացարանի համար է, հիմա եթե կարողանամ բացել, սկոչած է։ Մկրատ չեմ վերցրել հետս, այս այն դեպքն է, երբ որ հաճախորդները գնում են մատնահարդարի մոտ, ասում են եղունգները լավ չի մնում, հիմա իմն է, ամբողջ եղունգներով փորձում եմ սկոչը իրան բացել, այս այդ դեպքն է, երբ որ հաճախորդներն ասում են մենք ոչ մի բան չենք արել ու եղունգներն իրան դուրս է եկել, եւ նույնպես լվացարանի համար ասա, հա ինքը պլաստիկ է, ես մտածում եմ ինքը ընդհանրապես մետալիչի պետք է լինի, բայց պլաստիկ է, ինչի համար է, դանակ պատառաքաղը, երբ որ լվանում եմ ափսեները, բնականաբար դանակ պատառաքաղը իմ լվացարանը 2 հատ է, մի հատի մեջ լվացում եմ, մի հատի մեջ մաքուր ափսեներն արդեն դնում եմ, որպեսզի չորացնեմ հետո։ Իսկ դանակ պատառաքաղը, քանի որ ինքը երբ որ դնում ես սովորական, մինչև որ չորացնելը, բնականաբար իր վրա հեղուկ է մնում, ջուր է մնում, այդ ջուրը լաքաներ է թողնում, մինչև սրբել չորացնելը, ես էլ երբ որ ժամանակ չեմ ունենում, միանգամից չեմ սրբում տեղավորում, դա այնպես չի մի այսպես գաղտնիք է, չնայած որ շատ մարդիկ ես գիտեմ, որ այդպես բաները չեն սիրում ասել, բոլորով գաղտնիք են պահում, որ հանկարծ ինչ-որ մեկը չիմանա, որ ինչ-որ մի տան գործ թերի ես անում, ոչ, իմ մոտ լինում է, որ ափսեները լվանում եմ եւ այդպես մնում է ինքը չորանալու, իսկ դրանից էլ դանակ պատառաքաղի վրա լինում են ջրի հետքեր, իրանք այսպես տգեղ մնում է, հետո շատ դժվարությամբ սրբում ես, հանում ես, դրա համար այսպիսի տարա եմ պատվիրել, որպեսզի դանակ պատառաքաղը լվանա, պետք է նույնպես փակցրվի, ինքը ունի այսպիսի հարմարություն, սկոչ 2 կողմանի, պետք է փակցնես, այստեղ տեղ կա, պետք է փակցնես լվացարանի պատին էլի, որպեսզի դանակ պատառաքաղը դնես մեջը, հիմա սովորական բաժակի մեջ է ինքը դանակ պատառաքաղը չորանում, իսկ պատվիրեցի սրանից, նույնպես շատ մատչելի էր, 200 ռուբլի, թե 300, չգիտեմ, մի խոսքով։ Հիմա նորից կփորձեմ, այսպես պետք է ինքը տեղ ունի հագնելու, սա պետք է կպցնենք լվացարանին, չոր, իսկ այս ամբողջովին հագնում է, հետո կարող ես հանել եւ լվանալ։ Եթե քչություն անի, մի հատ էլ կպատվիրեմ եւ 2 հատ լվացարանի մեջ, լվացարանը շատ մեծ է, տեղ կանի, երկրորդն էլ կարող եմ կպցնել, եթե քչություն անի։ Սա է լվացարանի համար։ Հա, լվացարանի համար մի բան էլ եմ պատվիրել, արդեն տեղադրել ենք, հիմա ցույց կտամ, էլի շատ հարմար իր լվացարանի համար, ինձ թվում է, հեսա ցույց կտամ, սրանք մի անգամից կպցնեմ և կպած ժամանակ էլ ցույց տամ։ Ու ասնենք առաջ, նաև նույնպես պատվերներ ունեմ, պատվերներ արդեն արել եմ, եկել են, արդեն իրենց տեղերում են, նույնպես ցույց կտամ այսօր, մալինկա նիլզյա նույնպես ցույց կտամ, ինչ-որ մեկիդ հետաքրքիր կլինի հաստատ, համոզված եմ։ Այսպիսի կրючոկներ էլ հետը կա, չգիտեմ այս կրючոկներն ինչի համար է իհարկե, ինչ պետք է կախես, բայց դա թող լինի լատնա, միգուցե ինչ-որ մի բան կախես չորանալու, սա այդպես։ Հիմա ասնեմ առաջ, մի հատ գործերս վերջացնեմ, այսօր երեկոյան եմ աշխատում և հիմա գործերս վերջացնեմ ու մի հատ էլ զիֆիր պատրաստեմ, այս անգամ ուզում եմ պատրաստել զիֆիրներ, այսպես զատիկի համար, ոնց կլինի բույն երևի շոկոլադից բույնով, որպեսզի մեջը փոքրիկ ձվիկներ, կոնֆետներ տեղադրում եմ։
Եվ այդպիսի պլաններ ունեմ այսօր ու ցույց կտամ մնացած գնումներս, ինչ եմ պատվիրել։ Դե ինչ իմացնեմ գործի, որպեսզի վերջացնեմ արագ եւ զիֆիրս պատրաստեմ։ Ու տեսնենք էլ ինչ ենք նկարելու այս վլոգում, ինչքան ենք նկարելու ամենակարևորը եւ անցնենք առաջ։ Եվ այսպես, տեսեք, արդեն տեղավորեցի, սա գուբկայի համար, ինքը շատ հեշտ ամրացավ եւ գուբկան ինքը ունի տեղ, մի փոքր վերև եմ արել, որպեսզի այդ ամբողջ ջուրը հոսի ներքև գուբկայից եւ սա նույնպես իրան կարաս հանես լվանաս, մեջ գտալ եմ մնացել, կարաս հանես լվանաս եւ նորից իր տեղը դնես։ Նույնպես ինքը վերև է եւ ջուրը տակից լցվում է լվացարանի մեջ, որպեսզի պատարակաղդանակը ջրի մեջ չմնա։ Սա այսպես։ Եվ հաջորդը, որ ասում էի, արդեն դրել ենք, սա հեղուկի համար է։ Բոլոր լվացարանների վրա ունեն այսպես անցք, ինքը փակած է զագլուշկայով, բայց դա նախատեսված է հենց սրանց համար, կարող եք այդ զագլուշկան հանել, այս անցքի չափը չափել, որպեսզի կարողանաք պատվիրել իր չափով եւ շատ հարմար է, ինքը երկար շլանկ ունի, ներքև էստեղից իջնում է, 1 մետրանոց շլանկ ունի, հիմա ցույց տամ, այսպես ինքը շլանգով մեծ արդեն ամանի մեջ եմ դրել, մեծ 5 լիտրանոց հեղուկ եմ արդեն պատվիրել եւ իրա մեջ եմ դրել միանգամից, այդպես ավելի հեշտ կլինի, քան դե փոքրը ամեն օր փոխես։ Ու այսպես միացել է, բարձրանում է վերև։ Շատ հարմար է եւ շատ պետքական իրա։ Դա այդպես։ Եթե ինչ-որ մեկի հետաքրքիր է, արտիկուլը կթողնեմ։ Կար սևը, կար մետալիչեսկին, քանի որ մեր ծորակը մետալիչեսկի է, ինքը շատ լավն է ու նորն է, դեռ այդպես ցանկություն չկա փոխելու, դրա համար պատվիրեցի եւս մետալիչեսկի այս գույնով, որպեսզի իրարից չտարբերվեն, բայց ինձ թվում է սևը նույնպես գեղեցիկ կլինի այս սև լվացարանի համար։ Լվացարանը նույնպես կարող եմ արտիկուլ թողնել, եթե ինքը ունի նալիչիկա, իրոք որ շատ լավն է, այս մաղերը դուրս է գալիս, փակելու զագլուշկաները կա, ինքը շատ լավն է։ Սա իհարկե արդեն համարյա տարին կլրանա, որ փոխել ենք լվացարանը, իր որակը շատ լավն է, ես մտածում էի լավը չի լինի, բայց ոչ։ Դա այդպես, հիմա մի հատ սուրճս նորից եռացնեմ, սա էլ իր զագլուշկաներն է։ Փակվում է, բայց սրանք ինձ պետք չէ, հեռացնեմ։ Այսպես հիմա սուրճս մի հատ թող պատրաստվի։ Այս վառիչնի պանելը սա փոխելու։ Ոյ, ջուրը լցրել եմ, սուրճը չեմ լցրել։ Մոլոդյաց։ Մի օր նույնպես կզբաղվեմ այս վառիչնի փոխելու հարցով, որովհետև ինքը արդեն վիզուալ, ընդհանրապես լավը չի, դա էլ դեռ չհաշված, այստեղ արդեն այս մեծ աչքը կեսն է վառվում։ Ցույց տամ էլ ինչ եմ պատվիրել եւ եզրափակենք երևի մեր այսօրվա վլոգը, այս կողքի վարագույրները պարտիեր, 2 գույնի եմ ընտրել, մուգ կարիճնևի եւ բեժ, ինքը շատ գեղեցիկ համադրվում է պակրիվալի հետ։ Արտիկուլները կթողնեմ, սա 2 կոմպլեկտ է, ինքը հենց այսպես չի, ես եմ ընտրել այսպես 2 գույնանի, 2 կոմպլեկտ է, ինքը ոչ վիլյուր է, ոչ սատին է, շատ հետաքրքիր այսպես մատերիալ ունի ինքը։ Ուղղակի հիմա այն կողմի լույսը խանգարում է, որ լավ երևա, այսպիսի տեսք ունի, հիմա
Այս երկուսը արդեն ատպարից եմ արել, հիմա այն երկուսն էլ ատպարից կանեմ եւ կվերջացնեմ։ Չեմ արթուկում, արդեն այսպես կախում եմ եւ ատպարիվիցելով պարով միանգամից իրան արթուկում եմ, շատ հզոր։ Վաղուց չեմ արթուկում վարագույրները, կախում եմ եւ պարով իրանց նոր արթուկում եմ, այդպես ավելի հեշտ է ու արագ։ Այսպիսի ատպարիվացիլ ունեմ, այս ֆիրմայից է, ինքը շատ հզորն է, եթե նայում եք, անպայման նայեք այս տարբերակը, ինքը շատ հզոր, միանգամից այսպես ինքը բացում է, տեսեք։ Շատ հզոր արթուկ է, ֆոկուս չի անում։ Ինքը թեքվում է, այսպես թեքվում է, կարաս թեքես արթուկի պես լինի, կարա հենց այսպես լինի։ Եվ այդպես։ Հիմա միասին արթուկենք վարագույրները եւ երևի վերջացնեմ այս վլոգը, քանի որ շատ երկար է արդեն վլոգը ձգվում, արդեն երկար ժամանակ է, չեմ տեղադրում ոչ մի բան, այստեղ ուշ լինի, այսպես ասած ուշ լինի։ Հիմա շատ արագ վերջացնեմ։